լուծել տնտեսական խնդիրները։ Սա է Հայաստանի զարգացման բանալին, և մենք բոլորով ունենք այդ բանալին։ Ինչու էինք մենք ամիսներ շարունակ շրջում Հայաստանով և պատմում ձեզ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին։ Շատերը կարող են հարցնել, ինչու հենց այդ 5 կետը, որովհետև այս 5 կետերում են Հայաստանի հիմնական խնդիրների հիմնական լուծումները։ Առաջինը 300,000 աշխատատեղի ստեղծում։ Առանց աշխատատեղերի մարդիկ հեռանում են երկրից, երիտասարդները չեն տեսնում ապագա, տնտեսությունը չի զարգանում։ 300,000 աշխատատեղ նշանակում է 300,000 մարդ, որ իր ընտանիքներով հանդերձ կմնա Հայաստանում և կզարգացնի մեր երկիրը։ Միլիարդավոր դրամներ կգան պետական բյուջե, որպեսզի մենք ունենանք բարձր արդյունավետության կրթություն, առողջապահություն, պաշտպանություն և սոցիալական խնդիրների վերջնական լուծում։ Սա ոչ թե մեկ խնդրի լուծում է, սա ամբողջ շղթայի սկիզբն է։ Երկրորդը 0% շրջանառության հարկ փոքր բիզնեսի համար։ Այսօր փոքր բիզնեսին հարկերը խեղդում են։ Մարդիկ վախենում են բացել իրենց բիզնեսը, իսկ ովքեր էլ բացում են, շատ նոր ստեղծված ձեռնարկություններ շատ շուտ փակվում են։ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ հարկային զոհը։ 0% շրջանառության հարկը մեր համար կապահովի գործազրկության խնդրի լուծում, ներմուծումից կախվածության խնդրի լուծում, թանկ գների խնդրի լուծում։ Երրորդ կետը 20%-ով էժան դեղորայք։ Ինչ կունենանք սրա արդյունքում։ Մատչելի դեղամիջոցներ յուրաքանչյուր ընտանիքի համար։ Կունենանք առողջ հասարակություն և իհարկե կունենանք խնայված գումարներ մեր ընտանիքների բյուջեներում։ Այսպես կլուծվի առողջապահության և սոցիալական անհավասարության խնդիրը։ Չորրորդ կետ՝ աջակցություն գյուղացիական տնտեսություններին։ Առանց գյուղ երկիր չի կառուցվում և ոչ էլ ուժեղ տնտեսություն։ Այսօր գյուղերը դատարկվում են, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից։ Իսկ մենք գրեթե ամեն ինչ ներմուծում ենք։ Սա նշանակում է պարենային անվտանգության բացակայություն, կախվածություն ներմուծումից և տնտեսության խոցելիություն։ Մենք կաջակցենք գյուղին ֆինանսավորմամբ, մեծ և միջազգային շուկաներ մուտքի հնարավորությամբ։ Մարդիկ հնարավորություն կունենան ապրել գյուղում և արարել իրենց տանը։ Հինգերորդ կետ՝ 20,000 մատչելի բնակարան։ Ընտանիք կազմելը պետք է լինի երջանկություն, ոչ թե անվերջանալի խնդիրների լուծում։ Այսօր երիտասարդ ընտանիքները վախենում են ընտանիք կազմել, որպեսզի չունենան բնակարանի խնդիր։ Վախենում են երեխաներ ունենալ, քանի որ չունեն իրենց գլխավերևում տանիք։ Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, սա ժողովրդագրական ճգնաժամ է, սա ազգի գոյության հարց է։ 20,000 մատչելի բնակարան նշանակում է 20,000
ապահով ընտանիք, նոր սերունդ ուժեղ Հայաստան կերտելու համար։ Մենք պետք է ապահովենք վերազգային կորպորացիաների մուտքը Հայաստան, ինչը կբերի նոր մշակույթ, նոր գիտելիք և մեծ հնարավորություններ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Մենք կարող ենք դա անել, օգտագործելով մեր համաշխարհային կապերը, հեղինակությունը և մեծ փորձը։ Հարգելի հայրենակիցներ, մենք ոչ թե պատահական խոստումներ ենք տալիս, այլ ստեղծել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ յուրաքանչյուր կետ փոխկապակցված է մյուսի հետ, ուժեղացնում է մյուսին։ Միասին լուծում է Հայաստանի հիմնական խնդիրները։ Սա վստահություն է ու նպատակ առ այն, որ Հայաստանը կլինի ուժեղ, ինքնուրույն և արժանապատիվ պետություն, ուժեղ տնտեսական համակարգով։ Պատրաստ ենք իրականացնել այս 5 կետը, պատրաստ ենք լուծել Հայաստանի խնդիրները, պատրաստ ենք կառուցել ուժեղ Հայաստան։